Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր հունիսի 2։ Իմաստությունով կգնամ կատարելության ճանապարհում, երբ կգաս ինձ մոտ։ Սաղմոս 101-րդ գլուխ 2-րդ խոսք։ Տիրոջ նախախնամությունը իր ժողովրդի նկատմամբ սովորաբար ողորմության և դատաստանի խառնուրդ է։ Աստված հակադրել է մեկը մյուսի հետ, և երկուսն էլ օրհնություններ են բերում ինչպես անձրևն ու արևը։ Երբ իր նախախնամությամբ նա մեզ փորձում է ողորմության և դատաստանի խառնուրդով, մենք պետք է նրան պատշաճ երախտագիտություն հայտնենք երկուսի համար էլ։ Ընտանեկան բարեհաճությունները և ընտանեկան խնդիրները կոչ են ընտանեկան կրոնի։ Նրանք, ովքեր զբաղեցնում են պետական պաշտոններ, չեն ազատվում իրենց ընտանիքները կառավարելու հոգսերից։ Նրանք պետք է նույնիսկ ավելի լավ օրինակ ծառայեն իրենց տները պատշաճ կառավարման հարցում։ Երբ մարդ տուն ունի, թող ձգտի, որ Աստված բնակվի նրա հետ, և նրանք, ովքեր քայլում են կատարյալ սրտով և կատարյալ կերպով, կարող են ակնկալել նրա ներկայությունը։ Դավիթը վճռականորեն որոշեց, որ ինքը չարիք չգործի։ Նա նաև որոշեց իր շրջապատում չպահել վատ ծառաներ կամ չար մարդկանց չվարձել։ Նա թույլ չէր տալիս նրանց մտնել իր ընտանիք, որպեսզի նրանք չտարածեն մեղքի վարակը։ Մռայլ սիրտը, որը հաճույք է գտնում վիճաբանության և համառության մեջ, անպիտան է քրիստոնեական սիրով կապված հասարակության համար։ Նա նաև չի հանդուրժի զրպարտիչներին, նրանց, ովքեր հաճույք են ստանում ուրիշների հեղինակությունը արատավորելուց։ Ավելին, Աստված դեմ է հպարտ, խաբեբայ և դավաճան մարդկանց, ովքեր չեն տատանվում ստել և նենգություն անել։ Թող բոլորը ջանասիրաբար և անկեղծորեն ձգտեն ուղղել իրենց սրտերն ու գործողությունները, և թող դա անեն որքան հնարավոր է արագ, միշտ հիշելով այն ապագա սարսափելի առավոտը, երբ արդարության արքան բոլոր չարերին կվռնդի երկնային Երուսաղեմից։